Ինչպես ծանոթացանք ես ու ամուսինս մաս 1 եղել է 4 տարի առաջ, ես դեռ ուսանող եմ, աշխատում էի կրթական կենտրոնում որպես անգլերենի ուսուցչուհի։ Արտյոմի խոսքերով ինքը ինձ նկատում է այդ կրթական կենտրոնի մոտ ու որոշ ժամանակ անց գտնում ու որոշում գրել Instagram-ով։ Առաջին նամակը Արտյոմի կողմից մաքսիմալ cringe. Ստեղ կդնեմ այդ նամակը, очень красивая девушка, так держать, из Карабаха։ Մեր մեջ ասած ես էլ իրան էի հավանել նկարներով ու որոշել էի այդ պատրվակով պատասխանել։ Ես արցախցի եմ, այդ նկատառումն էլ անեմ։ Я не из Карабаха, я из Արցախը։ Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամն էր, երբ ես on-line անծանոթ տղամարդու նամակին պատասխանում եմ։ Ինչ որ մագնիսական ուժեր կամ ավելի ճիշտ, ես նկարը։ Ես սիրահարվեցի 10 օր գրվելուց հետո վերջապես ֆայմեց գա մեր բակ։ Դե չասեմ։ Ինքան ասում էր հանդիպենք, իրար տեսնենք։ Ինձ մոտ վախ կար, որ իրական կյանքում ես կարողա իրեն չհավանեմ ու արդեն ամոթ էր մի 10 օր գրվելուց հետո ասել ես քեզ չեմ հավանել։ Պես 11-րդ օրը պետքա գնայի բրոց պրակտիկա անցնելու հասարանի շրջանակներում։ Ինքը եկավ ինձ տանի։ Քո մասին եմ պատմում։ Շենքից իջնելու ընթացքում ասեցի, եթե ծաղիկներով եկավ, այն դեպքում կարելի է մեկ հնարավորություն տալ։ Թե չֆայմի ու ծաղիկներ չբերի, իջնում է բոյով, բուսաթով այն ժամանակ ջահել։ Համար ամենամեծ տրիգերը իր 29 տարեկան լիներն էր։ Երեխեք ջան, ինձ թվում էր 29 տարեկան մամայի ընկերուհիներն են լինում, ոչ թե իմ ուզողները։ Քինայի դուռը բացեց, ես նստեցի եւ ծաղիկներ չկային։ Եթե այսքան հավանել եք, էջիս հետևեք, որովհետեւ շուտով կունենանք նաեւ մաս 2-ը։